Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդից բազմաթիվ խոսքեր են մնացել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության համար։ Հայերը վայելել են նրա հարգանքն ու սերը։ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի նահատակության վիշտը շատ մեծ է, բայց Իրանի երկիրը պահպանելու ձգտումն ավելի մեծ է։ Իրանական ձգտումները մարդու մահվամբ չեն ավարտվում, դա չհասկացան սիոնիստական և Թրամփի ռեժիմները։ Հարձակման պատճառով 153 աշակերտուհի է զոհվել, սա անջնջելի ու ամոթալի հետք է թողում հարձակվողների վրա։ Ցանկացած հարված պատասխան է ունենալու, և մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած ռազմաբազա մեր հակահարվածի համար թիրախ է դառնալու։ Մեր հարվածները հարևանների դեմ չեն, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, այս ագրեսիաները նորություն չեն մեզ համար։ Որքան շարունակվի ագրեսիան, այդքան կպաշտպանենք մենք մեր երկիրը։ Այս պատերազմը Իրանի լինել-չլինելու մասին է, որտեղ մենք կարմիր գծեր չունենք։ Այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին։